Ողջույն սիրելի ռադիո լսողներ, եթերում Մարշալ բլոգն է։ Հուսով եմ լավ եք, ունեք լավ տրամադրություն, ժպտում եք, որովհետև այսօր հետաքրքիր թեմայի ենք որոշել անդրադառնալ։ Wildberries, օզոնով հետաքրքրված մարդիկ այս պահին կարող են ռադիո հաղորդիչների ձայնը լավ բարձրացնել, որովհետև հարցազրույց ենք պատրաստել նրանց համար եւ ոչ միայն նրանց համար, այն մարդկանց համար նաեւ, ովքեր նաեւ հետաքրքրված են, մտածում են, ունեն վախեր, ցանկանում են, բայց մտածում են, որ պիտի սովորեն։ Այս առիթով խոսելու ենք Wildberries օզոն դասընթացի դասընթացավար Քրիստինե Բոյախչյանի հետ։ Ողջույն։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ գտել եք ժամանակ եկել եք ռադիո Մարշալ, որովհետև սա այն թեման է, որը երևի թե ամեն երկրորդի շրջապատում քննարկվում է, խոսում ենք, անդադար պատվերներ ենք գրանցում Wildberries-ից եւ օզոնից, բայց ամենասկզբից ես կցանկանայի, որ դուք պատմեիք մի փոքր ձեր մասին, ինչպես եկաք նրան, որ պիտի սկսեք դասավանդել եւ ձեր փորձով կիսվել այն մարդկանց հետ, ովքեր ունեն մեծ ցանկություն սովորելու թե Wildberries, թե օզոն։ Շատ լավ, ես ասեմ, որ նախ եւ առաջ մասնագիտությամբ մատնահարդար եմ, ի սկզբանե զբաղվում էի մատնահարդարությամբ, բայց քիչ-քիչ հասկացա, որ չէ, պետքա ավելի հեշտ, բայց ավելի եկամտաբեր աշխատանք գտնեմ, որից հետո 2021 թվականին սովորեցի Wildberries հարթակը, դրանից հետո արդեն սովորել եմ նաեւ օզոն հարթակները, ու քիչ-քիչ եկա այն մտքին, որ կարելի է բացել իմ խանութը։ Ես 2 տարի անիմաստ ժամանակ եմ կորցրել իմ վախերի պատճառով, վախենում էի մուտք գործել, մտածում էի կսխալվեմ եւ այլն։ Հետո արդեն բացեցի իմ խանութը, տեսա արդյունքներ, աշխատեցի տարբեր մարդկանց մոտ որպես մենեջեր ու դրանից հետո արդեն հասկացա, որ ինչու նաեւ ոչ կարող եմ իմ մասնագիտությունը տրամադրել դիմացին, որպեսզի նրանք էլ կարողանան հեշտ գումար վաստակեն։ Այսինքն խանութ, ինչ խանութի մասին էր խոսքը։ Օնլայն խանութի մասին։ Այո, մենք ունեցել ենք օֆլայն խանութ Ռուսաստան դաշնությունում, հագուստի խանութ ունեինք։ Ամուսինս միշտ ասում էր, որ մենք չենք հաջողի, ես ասացի, որ ոչ, մենք պետքա փորձենք բացել համենայն դեպս։ Դա եղավ մեզ համար մեծ փորձ, որտեղ օֆլայն խանութները էլ չեն աշխատում, բայց օնլայն խանութները շատ լավ աշխատում են։ Լավ, դասընթացի մասին խոսենք, արդյոք դասընթացի ընթացքում առանձնացված ինչ որ կետեր ունեք կամ ինչ որ պլան ունեք, որը ներկայացնում եք ձեր ուսանողներին, եւ ձեր դասընթացը, չգիտեմ, օրինակ առանձնանում է մյուս դասընթացներից, որովհետեւ գաղտնիք չէ, որ այսօր շատ են դասընթացները, թե Wildberries, թե օզոն, այն դասընթացավարները, ովքեր որ սովորեցնում են։ Ես կարող եմ ասել մի քանի տարբերությունների մասին։ Նախ եւ առաջ այստեղ ամենակարևոր շեշտը ես դնում եմ պրակտիկայի վրա, որպեսզի ուսանողները դասընթացների շրջանակներում անցնեն պրակտիկա, եւ ամենակարևոր կետերից մեկը դա հետադարձ կապն է, որովհետեւ շատերը երբ